Բարելույս առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ձեզ ողջունում ենք, դրսում ձյուն է գալիս, իսկ դա նշանակում է, որ արդեն սկսվեցին տոները, իր գեղեցկությամբ ձմեռը եկավ մեզ հյուր։ Մենք ողջունում ենք ձեզ, դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Բարելույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV հեռուստաընկերության ուղիղ եթերում, առաջարկում ենք միանալ մեզ եւ մեզ հետ միասին ունենալ լավ առավոտ։ Եթե չեմ սխալվում, դա այս տարվա առաջին ձյունն է, ճիշտ է։ Այո։ Դա ասենք շնորհավոր եւ հուսանք, որ կմաքրի օդը, ամենակարևորը եւ կունենանք ավելի մաքուր օդ եւ իհարկե, այսպես ամանորին ընդառաջ շատ հետաքրքիր հեքիաթ կստեղծի։ Այո, հեքիաթը եկավ արդեն եւ ինչպես խոստացել են օդերևութաբանները, մոտ 3 օր ձյուն է գալու։ Եվ այս 3 օրը գոնե մի քիչ սպիտակ սավանով կծածկի քաղաքը, կտա ամանորի տրամադրությունը եւ հեքիաթը կգա, ամանորյա հեքիաթը։ Չմոռանաք այդ հեքիաթի ընթացքում պահել ամենակարևոր երազանքները, իսկ ինչպես գիտենք, մենք միշտ երազանքները պահում ենք ժամացույցի 12 զարկերի ընթացքում, եւ մեր ձեռքում ռոզե փրփրուն գինին է, այս դեպքում իհարկե բրիզը Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող, եւ իհարկե մեր մտքում մեր երազանքներն են, որոնք մեզ հետ գալիս են 2026 թվականը։ Այնպես որ թող այս ամանորին բրիզը լինի ձեր սեղանի զարդը։ Եվ իհարկե ջերմացնի բոլորին, որովհետև բավականին ցուրտ է եւ իհարկե այս օրերին Իջևանի գինու գործանը տոնական տաղավարով ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ կարող եք ծանոթանալ Իջևանի գործանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Ի դեպ տաղավարը կգործի մինչև հունվարի 14-ը։ Այո, սա իհարկե հրաշալի է, տոնի տրամադրություն է տալիս, իսկ մեր տաղավարում տոնի տրամադրությունը միշտ կա, որովհետև խոհանոցում միշտ եռուզերը եւ բնականաբար այդ եռուզերը հեղինակը մեր շատ սիրելի Ադրինեն է, ով այս առավոտ էլ զերծ չի մնացել այդ եռուզերից եւ էլի շատ համեղ բան է պատրաստելու մեզ համար։ Ադրինե, բարելույս։ Բարելույս սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ, շնորհավորում եմ ձյան կապակցությամբ, այո, տեղած առաջին ձյունը եւ իհարկե մեր հոգին, մեր առօրյան կլցնի մեկ ուրիշ շնչով, այնպես որ սիրելիներս այսօր նախաճաշը պարտադիր է, այս եղանակը հենց հուշում է նախաճաշի եւ մեկ գավաթ տաք թեյի մասին, երեխաներին տաք շոկոլադ կամ տաք կաթ պատրաստեք, թող նրանք հենց այդպես առավոտը սկսեն։ Սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունելով ուզում եմ ներկայացնեմ եւս մեկ տոնական աղցան այսօր, եկեք միասին էլի պատրաստենք շատ հեշտ տարբերակ, բոլորիս ծանոթ տարբերակ աղցանի տեսակ, որը մշտապես մենք պատրաստում ենք։ Միայն մատուցման տարբերակը կլինի մի փոքր գուցե տարօրինակ, բայց նաև շատ գեղեցիկ եւ հետաքրքիր։ Ինչ է մեզ պետք այս աղցանը պատրաստելու համար, այսօր որոշել եմ պատրաստենք բազուկով, նռով, թթվասերով եւ իհարկե ընկույզով աղցան։ Բոլորս այդ աղցանը շատ սիրում ենք եւ մշտապես պատրաստում ենք։ Ուրեմն մեզ պետք է բազուկ, որը արդեն նախապես խաշված է, ես այստեղ ունեմ նռան հատիկներ եւ նուռը դեռ կարելի է մաքրել եւ շատ առատորեն օգտագործել աղցանի մեջ, ունենք թթվասեր եւ ընկույզ ենք օգտագործելու, իսկ ամենավերջում ահա տեսնում եք, այստեղ ամանի մեջ պատրաստի դոնդող ունեմ, ավելացնելու ենք այս հրաշքի վրա դոնդող, այնպես որ պետք է մնաք մեզ հետ, որպեսզի տեսնեք ավարտը ինչպիսին է լինելու։ Սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ խոսքս փոխանցում գործընկերներիս։ Շնորհակալություն Ադրինեին այս համեղությունը պատրաստելու համար եւս մեկ անգամ բարի լույս, հիշեցնեմ, որ ATV ուղիղ եթերում դուք դիտում եք առաջին ծրագիրը, իսկ դրանք ովքեր այսօր տոնական տրամադրությունը կրկնապատկում են, այսինքն ունեն ծննդյան օրն են իրենց նշում, ուզում ենք շնորհավորել բոլոր հոբելյարներին, արդից օգտվելով ուզում եմ շնորհավորել իմ շատ լավ ընկերոջը Վահագին Թագեսյան, ով այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Վահագ ջան, քեզ ջերմ մաղթանքներս, թող քո բոլոր օրերը լինեն ամառվա ջերմությամբ ու տաքությամբ եւ ամանորի հրաշքով լի։ Շնորհավորում եմ եւ ամենակարևորը մաղթում առողջ լինես եւ խաղաղ երկնքի տակ միշտ։ Շնորհավորներ բոլոր հոբելյարներին։ Այո, եւ հիշեցնեմ, որ դեկտեմբերի 26-ն է այսօր օրը ուրբաթ աշխատանքային շաբաթը ավարտում ենք միասին եւ կարեւոր է որպեսզի հանգստյան օրերին պատրաստվենք, հավուր պատշաճի, ունենանք էներգիա, ֆիզիկապես լինենք շատ առողջ եւ մարզվենք։ Գոնե շաբաթը 3 անգամ։ Իսկ թե որտեղ իհարկե Ակվատեկ համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակ
ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Aquatec համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հիմա էլ տեղափոխվենք այնտեղ եւ տեսնենք, թե ինչ հետաքրքիր տեսանյութ են պատրաստել մեզ համար։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք շատ բարձր տրամադրություն, որովհետև առավոտյան արդեն տեղացել է առաջին ձյունը եւ հրաշալի է, որովհետև վստահ եմ, որ կմաքրի օդը, կտա ամանորի տպավորություններ եւ տրամադրություն բոլորիս։ Այո, լավ տրամադրությունը իհարկե լինելու է, իսկ քանի որ մենք դիտում ենք նաև Aquatec-ի հայտ հրաշալի տեսանյութը, որտեղ մարզվում ենք առավոտները, հիշեցնեմ, որ Aquatec-ում ամանորյա մեծ խաղարկություն է եւ 15% զեղչ բոլոր փաթեթների համար։ Դեկտեմբերի 10-ից սկսած Aquatec-ում մեկնարկել է ամանորյա խաղարկությունը, մեծ զեղչերն ու նվերները։ Ձեռք բերեք 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով եւ ստացեք պարտադիր նվերներից մեկը։ Հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, միկրոալիքային վառարաններ, հարիչներ, վարսահարդարիչներ, փոշեկուլներ, մի խոսքով շատ նվերներ եւ փաթեթներ եւ այս ամենը հենց Aquatec-ում։ Այո, եւ բոլորս էլ գիտենք, որ նոր տարվա գիշերը երազանքները կատարվում են, իսկ այս առավոտը գալիս է, որպեսզի մեզ ասի, որ երազանքը միայն ցանկություն չէ, այն նաեւ ճանապարհ է։ Այս օրերին շատ երիտասարդ երգիչ Տիգրան Հունանյանը թողարկել է իր նոր երգն ու տեսահոլովակը։ Նոր տարվա գիշեր եւ այն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից։ Եվ այսօր մեր տաղավարում լինելու է տեսահոլովակի եւ երգի հեռուստապրեմիերա։ Իսկ տաղավարում է հենց ինքը Տիգրան Հունանյանը։ Բարի առավոտ, Բարի Տիգրան։ լույս։ Ոնց ենք։ Իանալի, որովհետև գտնվում եմ այս հրաշալի արդեն իսկ ամանորյա տաղավարում։ Վաու, ապրես։ Լավ, մինչև անցնելը երգին ու տեսահոլովակին, ձմեռ պապիկին նամակ գրել ես արդեն։ Այո, ես արդեն գրել եմ, նոյեմբերից այդպես ասած ուղարկած է։ Նոյեմբերից ես ուղարկել։ Այո։ Զարմացա, որ իրենից շուտ նամակը գրող կա ձմեռ պապիկին։ Նոյեմբերից ուղարկել եմ, ցանկացել եմ լիք նվերներ, բայց ամենամեծ երազանքս, որը ես ուզել եմ ձմեռ պապիկից, դա խաղաղությունն է ամբողջ աշխարհում։ Ապրես շատ։ Շատ լավ է։ Իսկ կպատմես մեզ նոր երգի եւ տեսահոլովակի մասին։ Մինչ երգը ստեղծելը մենք որոշում էինք թեման, ես ունեմ մոտ 5 կամ 6 երգի սիրելի թեմաներ, եւ քանի որ մոտենում էր ամանորը, մենք որոշեցինք, որ այն պետք է լինի հենց ամանորի մասին։ Այնուհետև անցանք երգին եւ գործիքավորմանը։ Երգը եւ գործիքավորումը արել է Նիկ Եգիբյանը, ում ես շատ շնորհակալ եմ։ Խոսքերի հեղինակն է իմ շատ սիրելի Ավետ Բարսեղյանը, ում հետ առաջին անգամը չէ, որ համագործակցում եմ, եւ տեսահոլովակի ռեժիսորն է, աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկը Ռոբերտ Կոլոյանը։ Տիգրան ջան, դու քանի տարեկան ես։ Ես 12 տարեկան։ 12 տարեկան։ Շատ լավ։ Ես առաջարկում դիտենք տեսահոլովակը, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Խնդրեմ։
Դու լավ գիտես ոչ մի բաթիլն չի կրկնվում երազի պես ամենքս մենենք հորինում ձերքդ պարզիր թողիչնեն երազանքներ սիրտդ մարզիր թող սկալիքը չեմ զարկեր սեր նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած Ամանորին սպասում է սիրտը անհամբեր ու բոլորին միավորում է սերը մեր փոքր ու մեծ հավատում եմ որ այսօր տոն է անգեղծ լինելու արտասովոր Նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած Նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած Ես ու դու ուզված ենք Ամանորը շատ սպասված է Մանկության ամենավառուժեր Ես գիտեմ գաղտնիքը Ես լսում եմ մեծ երկինքը Նոր տարի կախարդական գիշեր Նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած Նոր տարվա գիշերը կատարվում են հրաշները դու միայն քո սիրտը բաց 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած 12 սանգողություն ապալես երկնքով է նոր տարին քո երազած Շնորհավորում ենք այս գեղեցիկ Այո։ երգի եւ տեսահոլովակի Շնորհակալություն, արդիվ եւ հետաքրքիր է դու ձմեռ ես ավելի շատ սիրում թե ամառ Ես որ ճիշտն ասեմ ավելի շատ սիրում եմ ձմեռը Շնորհ ամառն էլ եմ սիրում քանի որ վերջապես ժամանակ ունենք հանգստանալու 3 ամիս դպրոցից Իհարկե ես շատ սիրում եմ դպրոցը բայց հանգստանալ ավելի շատ եմ սիրում այո լավ իսկ հասցնում ես ընկերների ժամանակ անցկացնել խաղալ այո հա հասցնում եմ որովհետև սկսել ես արդեն այս վաղ տարիքում հա այս կարիերայի ճանապարհը ու սա շատ մեծ ժամանակ է վերցնում բայց նաև հասցնում ես ընկերների ժամանակ անցկացնել շատ լավ է 2025-ը քեզ համար ինչպիսի տարի էր 2025 թվականը ինձ համար առհասարակ լի էր բազմաթիվ մրցույթներով տարբեր մրցանակաբաշխություններով համերգներով լի Մասնակցել եմ օրինակ Sanremo մրցույթին, The Future of Nations, այսինքն ազգի ապագա մրցույթին, Europop Contest, Bonnar Junior եւ այլն, եւ այլ բազմաթիվ մրցույթների եմ մասնակցել։ Երբ ես հասցրել այդ Այս տարվա ընթացքում Եվ հետաքրքիր է ուրիշ ինչ նախասիրություններ ունես բացի երգը, որովհետև ոնց հասկանում ենք երգը ընտրել ես որպես հիմնական մասնագիտություն։ Այո։ Ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։ Ես ազատ ժամանակ ունենում եմ շատ քիչ, բայց հասցնում եմ վայելել մանկությունը, քանի որ ունեմ այսպես ասած տարբեր հոբիներ, տարբեր
ոնց ասեմ։ Զբաղմունքներ։ Այո, տարբեր Մի զբաղմունքներ։ քանիսը կնշես, որը ուղղակի ամեն անգամ հենց այդ զբաղմունքին ես մոտենում ավելի շատ։ Ինչ ես սիրում անում։ Մուլտերը սիրում նայել, ֆիլմերը սիրում նայել, Գիրք ֆուտբոլ է կարդալ։ սիրում խաղալ։ Սիրում եմ գրքեր կարդալ, ֆիլմեր նայել, ամենաշատ սիրում եմ ուրեստիկ ֆիլմեր։ Սարսափ ֆիլմերի սիրահար եմ Այո։ Stranger Things-ը այսօր։ սիրում ես։ Այո, Այսօր դուրս է եկել 3 սերիան, հա, Այո։ 5-րդ սեզոնի, իսկ ամսի 31-ին վերջինը։ Ես էլ եմ դա շատ սիրում, անամպես սպասում երբ եմ ծրագիրն ավարտելու, որ գնամ 3 սերիաները նայեմ։ Լավ, ինչ ենք տանում 26 թվական։ բարեմաղթանքից սկսենք, ես մաղթում եմ բոլորին, որ 2026 թվականը լինի լի ուրախությամբ, երջանկությամբ եւ մեր մեջ եւ թե ներսում, թե դրսում լինի խաղաղություն։ Շնորհավոր ամանոր եւ սրբ ծնանդ։ Շատ ապրես։ Եվ հետաքրքիր է ամանորը ինչպես ես դիմավորելու, ում հետ ես դիմավորելու։ Ես դիմավորելու եմ ամանորը իմ ընտանիքիս հետ, իմ ընտանիքի անդամների հետ։ Անպայման տեսնելու եմ ձմեռ պապիկին։ Ուրախանալու եմ, երգելու եմ, ապարելու եմ։ Դու մշտապես բոլոր ընտանեկան առիթներին երգում ես։ Այո։ Դա ընտանիքի անդամներն են ստիպում, խնդրում, թե դու սիրում ես զարդարել ընտանեկան հավաքույթները քո Ոչ, ես տաղանդով։ եմ սիրում։ Դու սիրում ես։ զարդարել, հա։ Հրաշալի է։ Շատ լավ, իսկ նվերներ սիրում ես նվիրել։ Այո։ Պատրաստել ես արդեն նվերները։ Այո։ Ինչպես ես ընտրում նվերները։ Ինչպես եմ ընտրում նվերները։ Ես ընտրում եմ նվերները ըստ մարդու բնավորության, այդպես ասած, ըստ մարդու հոբիների, զբաղմունքների եւ այլն։ Օրինակ նախորդ տարի ես իմ եղբորը նվիրել էի Lego, քանի որ նա շատ է սիրում Lego հավաքել, ես նրան նվիրեցի Lego։ Եվ իսկ մայրիկին։ Իսկ մայրիկին ես նախորդ եւ նախանցած տարիներին նվիրել եմ շատ սիրուն գեղեցիկ պայուսակ թռչնատարով, հայկական այբուբենով եւ թռչնատարով։ Շատ ապրես։ Իսկ հիշարժան նվերը, որ ձմեռ պապիկը քեզ բերել է մինչև այսօր, ո՞րն է եղել, որ շատ ես ուրախացել։ Ամենահիշարժան նվերը, այդպես չեմ կարող ասել, հենց ձմեռ պապիկը հենց գալիս է, դա է իմ համար, այդպես ասած, ամեն տարվա ամփոփիչ նվերը։ Պատկերացնում ես քեզ 10 տարի հետո, այն ինչպեսին ես լինելու։ Որ ճիշտն ասեմ, չեմ պատկերացնում։ Չեմ պատկերացնում։ Ձեզ համար բերել եմ այսպես փոքրիկ։ Նվերներ ես բերել մեզ։ Կարող ենք տեսնել։ Շնորհակալություն։ Շատ գեղեցիկ։ Ես կարծում եմ սրանով կարող ենք զարդարել, ավելացնել մեր տոնածառի զարդերը։ Շնորհակալ ենք, մենք էլ ունենք քեզ համար նվեր, ուզում ենք բացիկ նվիրել, հա, ամանորի բացիկ, որտեղ այստեղ Թաթայի խոսքերներ են, ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ, քանի որ ձմեռ պապիկը ամեն անգամ տոն է բերում երեխաներին, ուզում եմ որ քո տոնը միշտ լինի, Տիգրան ջան, եւ դու միշտ այսպեսի գեղեցիկ ստեղծագործություններով, երգերով եւ քո տեսակով ընդհանրապես միշտ գեղեցկացնես հենց մեր տրամադրությունը եւ բոլորին ջերմացնես քո սիրով։ Սա քեզ։ Անչափ շնորհակալություն։ Եվ մաղթենք քեզ հաջողություններ։ Այո։ Շնորհակալություն։ Ես էլ լինելով օրինակ հաղորդավար, գրեթե իմ բոլոր հաղորդումների մեջ ասում եմ, որ երազեք, շատ երազեք եւ հավատացեք հրաշքներին, որովհետեւ ձեր երազանքները միշտ բարձրանում են վեր, պատտվում են եւ արդեն իսկ կատարված վերադառնում են ձեզ։ Վաու։ Առասարակ վերջին մեր թողարկումներին մենք շատ ենք ունենում փոքրիկ հյուրեր եւ նրանք մեզ յուրաքանչյուր անգամ այո զարմացնում են իրենց տաղանդով, հրաշալի խոսքով, նիստուկացով եւ հրաշալի է որ մեր ապագան նման հուսալի ձեռքերում է։ Այո, բրավո։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն։ Շնորհավոր գալիք ամանոր եւ սուրբ ծնունդ եւ համոզված ենք որ դեռ հանդիպելու ենք հաջորդ տարի քո նոր աշխատանքներում։ Կսպասենք նոր երգերով։ Շնորհակալություն։ Սոնա։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Դե ինչ եւս մեկ անգամ բարի առավոտ շատ սիրելի հեռուստադիտողներ, ժողովուրդ ջան, հուսով եմ արդեն նախաճաշը վայելել եք եւ հիմա ամփում եք մեկ գավաթ տաք սուրճ։ Բայց մենք գործ ունենք անելու, աղցան ենք այսօր պատրաստում, աղցանը բաղկացած է բազուկից, նռան հատիկներից, թթվասերից, ընկույզից եւ ամենավերջում դոնդող ենք ավելացնելու այս ամենի վրա։ Այսինքն աղցանը շատ պրակտիկ, շատ ծանոթ բոլորիդ աղցան է։
մենք բոլորս շատ պատրաստում ենք այս աղցանը, պարզապես այստեղ հավելումը լինելու է վերջին մատուցման տարբերակ, այսինքն դոնդողը։ Եվ հիմա գնացինք առաջ, ես մինչ այս պահը ոչ մի բան չեմ արել, որպեսզի միասին աշխատենք։ Մենք պետք է բազուկով անցկացնենք, քերիչով անցկացնենք բազուկը եւ ընդհանրապես կարող ենք այսօր օրը հենց այսպես էլ այս աղցանով սկսել եւ իհարկե տոնական սեղանին էլ անպայման ունենալ։ Գիտեք, բազուկի մասին երևի խոսելն ավելորդ է, թե որքան այն կարևոր մթերք է մեր օրգանիզմի համար, նույն աղեստամոքսային տրակտի համար է շատ կարևոր, արյան փոխանակության համար է շատ կարևոր, նյութափոխանակության համար է շատ կարևոր, շատ բազում ուրեմն օգտակարություն ունի բազուկը, որը անհրաժեշտ է մեր օրգանիզմին։ Խորհուրդ եմ տալիս անպայման հատկապես ձմռան շրջանում շատ օգտագործել բազուկ։ Բազուկից աղցաններ պատրաստելու տարբերակները շատ են, կարող եք համադրել մրգերով նաև բազուկը, եթե հիշում եք, մենք անգամ միասին պատրաստել ենք, կարծում եմ մի քանի օր առաջ էր, պատրաստեցի բազուկով աղցան, որի մեջ ներառեցինք նարինջ, մանդարին, նռան հատիկներ, վերջում ցողեցինք նռան օշարակով, վրան ավելացնելով պանիր, շատ իմիջ այլոց շատ ճոխ աղցաններ կա բազուկով։ Նույն կարմիր լոբով, բազուկով, կանաչիներով, լոլիկով, ընկույզով, էլի նռան հատիկներով այն համեղ աղցանը, որը շատ գեղեցիկ զարդ կարող է լինել ամանորի սեղանին։ Մի խոսքով տարբերակներ շատ կան, պետք է գտնել ամենասիրելի եւ մշտապես փորձել այն պատրաստել։ Ահա, ինձ մնաց միայն այս երկու կտորը ուրեմն մանրացնել։ Սիրելիներս, եթե հիշում եք, ես ձեզ ասել եմ, հուշում եմ արել, որ պետք է բազուկը եփել ուրեմն միկրոալիքային վառարանում, ինչու, որովհետև ավելի լավ է պահպանվում բոլոր վիտամինները եւ համային այդ գեղեցիկ բաղադրությունը մնում է հենց բազուկի մեջ։ Երբ մենք ջրով ենք խաշում, այդ բոլոր վիտամինները, օգտակար նյութերը դուրս են գալիս հյութի մեջ եւ մենք բազուկը ուտելիս մի տեսակ այն համը, որ պետք է, չենք ստանում։ Այսպես, մնաց մի կտոր։ Ադրինե, Ջան։ Ես պիտի ասեմ, որ ես բազուկ շատ եմ սիրում եւ հատկապես սիրում նաեւ բազուկով, որ այսպես խոշոր կտորներով, թխեմալիով սա աղցան են պատրաստում, թթվաշ շատ համեղ է ստացվում։ Ընդհանրապես այն ինչը կապված է բազուկի հետ, ես իհարկե շատ եմ սիրում, որովհետեւ գիտեմ ինչքան մեծ է օգտակարությունը։ Այո, ես բավականին խոսեցի այդ մասին, նաև ընթացիկ մի քանի աղցանի բաղադրատոմսել հուշեցի, հասցրեցի միանգամից, այո, և սա, իհարկե սա ամենապրակտիկ, ամենահաճախակի պատրաստվող տարբերակն է, միայն այստեղ տարօրինակը մեր պարագայում լինելու է դոնդողը, որը էլի շատ օգտակար մթերք է մեր ոսկորների համար, դոնդողը ժողովուրդ ջան, հատկապես մեծահասակներ, դոնդող շատ կերեք, ամբողջովին ապահովում է ոսկրերի ամրությունը։ Մենք ունենք մեր հայկական տարբերակը դոնդողի, խաշը։ Խաշը, այո։ Ավանդական խաշը, որը այս օրերին բավականին այսպես տարածված, ընդունված եւ հետաքրքիր process է համարվում եւ ընկերների առիթ ընկերներին եւս մեկ անգամ հավաքվելու եւ միասին լավ ժամանակ անցկացնելու։ Տարի ճանապարհելու, ինչպես օրինակ մենք արեցինք մեր ընկերների հետ միասին, որը կարծում եմ բավականին հետաքրքիր։ Այո, եւ ձմռան շրջանը խաշը ասես թե պարտադիր պայման պետք է լինի ճաշացանկում, երբեմն անդրադառնալ խաշի արարողությանը։ Սա շատ այո, էլի կարևոր բան է։ Ահա, ես ընկույզն եմ փորձում մանրացնել, սիրելիներս, փորձենք ընկույզը մանրացնել, որպեսզի ընթացիկ օգտագործենք, ուրեմն պատրաստման եղանակը իմի բերելու այդ պահը մենք հեռուստադիտողի հետ կհասկանանք։ Մենք դեռ ունենք ժամանակ, այսօր եթերի ընթացքում անդրադառնալու այս ամենին, հիմա պարզապես պիտի ունենք կարճ դադար, Ադրինե, հետո արդեն վերադառնանք, այո, եւ դուք ասես թե ինչից հետո պիտի արվի, այսպես խառնվի իրար եւ մատուցի։ Շատ լավ։ Հիմա կարճ դադար ու հետո վերադառնում ենք տաղավար։
Սիրելիներս, եւս մեկ անգամ ողջունում եմ ձեզ եւ լավ տրամադրություն եմ մաղթում եւ իհարկե միասին շարունակում ենք մեր օրվա բաղադրատոմսի պատրաստումը։ Մենք հասցրեցինք բազուկը քերիչով անցկացնել, հիմա պետք է մի փոքր աղավելացնենք այստեղ ըստ ճաշակի։ Այստեղ կարող եք նաև սև պղպեղ ավելացնել, սակայն ես դա չեմ անի։ Բայց ձեր ցանկությամբ համեմունքը արդեն դուք ընտրեք, թե ինչ կուզեք այստեղ ավելացնել։ Խառնենք եւ լցնենք արդեն համապատասխան տարայի մեջ, ամանի մեջ կամ այն մատուցման գեղեցիկ ամանի մեջ, ինչով կցանկանաք այս աղցանը մատուցել։ Ես ընտրել եմ այսպիսի մեր հին ավանդական վազաներից եւ հիմա հենց սրա մեջ էլ պետք է դասավորենք մեր աղցանը։ Առաջին շերտը բազուկ ենք լցնում։ Վրան նուռ ենք ավելացնում։ Նուռը թող առատ լինի, թող շատ լինի։ Հիմա թթվասեր ենք ավելացնում։ Ժողովուրդ ջան, չեմ տարածելու թթվասերը, պարզապես այսպիսի հենց կտորներով էլ դնելու եմ այս աղցանի վրա։ Ահա, այսպես։ Եվ իհարկե ավելացնում ենք մանրացված ընկույզը։ Թող ընկույզն էլ առատ լինի։ Նորից մեկ շերտ։ Ահա այսպես, էլի առատորեն լցնում ենք, ավելացնում էլի նուռ, ավելացնում թթվասեր, և ընկույզի փշրանք։ Ու այսպես շարունակ, հաջորդ շերտը եւս այսպես կանենք, բայց չմոռանանք, որ ամենավերջում մատուցելու ենք այն դոնդողով։ Դոնդողը կտրատելու ենք եւ լցնենք մեր այս հրաշքի վրա։ Սա ամբողջությամբ վիտամինային փունջ է, որը խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստեք եւ վայելեք։ Եվ օրվա ընթացքում, այս օրերի ընթացքում եւ իհարկե տոնական սեղանին թող լինի ձեր սեղանի զարդը։ Դե ինչ սիրելիներս, ամփոփումը ավարտը վերջում կտեսնեք թե ինչպիսին է։ Ես այս պահին խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո իհարկե ամփոփումը կտեսնենք։ Շնորհակալություն շատ Ելի Ադրինե, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք բժշկության ոլորտ, քանի որ մշտապես նշում ենք, որ պետք է կանխարգելել խնդիրները, հետևել սեփական առողջությանը։ Եվ այսպես FranceMed ստոմատոլոգիական կլինիկան ստեղծվել է մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ առաջարկել որակյալ, հարմարավետ եւ վստահելի ստոմատոլոգիական ծառայություններ ամբողջ ընտանիքի համար։ FranceMed-ի մասնագետների կարծիքով առողջ շպիտը սկսվում է ջերմիջավայրից, փորձառու թիմից եւ անհատական վերաբերմունքից։ Այո, առողջ ժպիտի մասին խոսեցինք, մեր տաղավարում հենց այն մարդն է, ով մարդկանց ժպիտ պարգևելով, երևի նկատել է, որ առողջ չի եւ որոշել է, որ չէ, պիտի հենց ինքը նախաձեռնի այս ամենը, առավել եւս որ ունի հենց այդ մասնագիտությունը։ Մեսրոպ Սարգսյան FranceMed ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն եւ Անի Զախարյանց մանկական ստոմատոլոգ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ճիշտ ասեցի։ Շատ ընտիր, ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ ճիշտ է։ Ժպիտներ որոշել ես, չէ, պետքա ես ամեն դեպքում զբաղվեմ այդ հարցով։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, որ պատվում եք մեր ներկայությունը այստեղ, որտեղ ինձ համար շատ անսովոր է հիմա տեսնել նախկին գործընկերներից այստեղ եւ ես հյուր եմ։ Իրականում զգացողություններս շատ լավն են, շատ շնորհակալություն։ Ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ հրաշալի, առավոտը շատ բարի է։ Ասա հասկամ գործընկերների նախկինը լինում է։ Լինում է։ Համաձայն չեմ։ Ժպիտ առաջացեցիր։ Այո, շնորհակալություն հրավերի համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ զրույց կունենանք այս Անպայման։ Եկեք հասկանանք FranceMed ստոմատոլոգիական կենտրոն, որը տնօրենն է։ Այո։ Ինչի։ Ինչի որոշեցի դառնալ։ Ինչ ես դու տնօրեն։ Սուր։ Ինչի ստոմատոլոգիա, բոլորը քեզ ուրիշ ձև գիտեն։ Անգետ հենց առաջ հասկացան, որ սա սխալ է սկսելու խորանը։ Ինչքան անսովոր է, չէ՞, Սուրոյի համար էս վարագանը։ Սուր, տես, նախ
Բժշկությունը իմ առաջին մասնագիտությունն է։ Ես երկար տարիներ սովորել եմ բժշկական համալսարանում, երկար տարիներ չեմ քնել, պարապել եմ քննությունները հանձնել եմ, երկար տարիներ նվիրել եմ իմ պրակտիկային, երկար տարիներ աշխատել եմ իմ մասնագիտությամբ եւ եկավ մի պահ, որ անհրաժեշտ էր վերցնել, այսպես ասած, ղեկավարի պաշտոնը եւ փորձել ղեկավարել այն կառույցը, որտեղ որ ես աշխատում եմ եւ արդեն 6 տարի ես հանձնել եմ, հանձնեմ առել այդ աշխատանքը Ֆրանսիայի կլինիկայի տնօրեն որպես։ Հետաքրքիր է, կփաստեմ, որ դա շատ լավ է ստացվում իր մոտ։ Բայց այսօր իմ երեկոն չի, չէ՞, ինձ չենք սկսելու գովել Բայց ես մի ամբողջ հատ ընթացքը։ հետո կտամ։ Ու մեր անձնակազմը, անձինս բոլոր բժիշկների եւ ադմինիստրացիայի շատ սիրում հարգում է դոկտոր Մեսրոպին, որտեվ լինելով բժիշկ ինքը ներքին ամեն ինչը ավելի լավ է հասկանում, քան որ տնօրենը լիներ ոչ մասնագետ, ոչ բժիշկ, այդպես։ Այդ նրբությունները հասկանալը, օգնելը մեզ ընթացիկ շատ լավ ստացվում է։ Խոսքով Ֆրանսիայում ինձ շատ սիրում են։ Այո։ Շատ լավ։ մենք կարող ենք որպես գործընկեր փաստել, որ շատ լավ գործընկեր է, շատ լավ մարդ է, այնպես որ ոչ մի բանից չենք զարմանում եւ մի բան էլ հավելում ենք, որ այո, նաեւ որպես լավ հաղորդավար, լավ ընկեր, լավ մարդ, բայց քո երեկոն չի գնում ենք կոստյում կհակնեի այսօր, անկեղծ եմ ասում։ Հետաքրքիր է ինչ ծառայություններ է մատուցում կլինիկան եւ որոնք են Հայաստանում ամենապահանջվածները, հա, այսօր ամենաշատը ինչ խնդրով են ձեզ դիմում։ Կլինիկան իրականում ընտանեկան է։ Ակցենտը մի փոքր դրված է մանկականի վրա։ Մենք սկզբում սկսել ենք մանկական, այսպես ատամների, բալիկների ատամների բուժումից, բայց քան որ ծնողները գալիս էին, տեսնում էին, վստահում էին եւ կլինիկան դարձավ նաեւ ընտանեկան, այսինքն կաթնատամների բուժումից մինչեւ էսթետիկ եւ բարդ ինչ որ վիրահատական միջամտություններ կլինիկան պատրաստ է իրականացնել լավագույն մասնագետների թիմով, այսպես։ Ես քանի որ մանկական ստոմատոլոգ եմ, ես իմ կողմից կարող եմ ասել, որ կլինիկան նորագույն եւ բժիշկները նորագույն միջամտությունները, որոնք որ մանկական ստոմատոլոգիայում ամբողջ աշխարհում կիրառվում են, մենք առաջարկում ենք եւ ակցենտը շատ կարեւոր է դնել նաեւ կանխարգելման վրա եւ ծնողների իրազեկմանը, որ գոյություն ունեն շատ պրոցեդուրաներ, որոնք որ կարող ենք սկսել բալիկների, փոքրիկների մոտ եւ կանխարգելել հետագա բարդությունները, բուժումները, այսպես, այսինքն մինիմալիզացնել ստրեսային իրավիճակները ատամների բուժումների ժամանակ։ Այսինքն բժիշկները վերապատրաստվում են միշտ, մենք միշտ դրսի փորձը ներմուծում ենք մեզ մոտ, այո, մենք փորձում ենք շարժվել ժամանակին համընթաց եւ առաջարկել բոլոր այն պրոտոկոլները, առաջարկել բոլոր այն միջամտությունները, որոնք արդի ստոմատոլոգիայում ընդունված են եւ այսպես ասած փորձված են արդեն։ Նույնիսկ կոսմետիկ միջամտությունների համար, երբ որ ես պիտի գնամ ստոմատոլոգի մոտ, իմ համար մեծ ստրես է։ Ուր մնաց երեխաների հետ աշխատել, ես պատկերացնում ինչեր է կանոն, որ այդ երեխաները կարող են հանգիստ նստել մի քանի րոպե եւ թույլ տալ, որ աշխատեք հենց այդ բերանի հատվածում։ Ինչպես է կես հոգեբանությունը անում, որտեղ սա շատ նուրբ է ու շատ դժվար։ Այո, իրականում բալիկների հետ աշխատելը շատ նուրբ, դժվար, ստրեսային աշխատանք է, բայց նաեւ շատ շնորհակալ եւ կարեւոր է շահել բալիկի վստահությունը, իսկ շահել բալիկի վստահությունը ստացվում է այն ժամանակ, երբ որ ծնողները գալիս են եւ բալիկներին բերում են ատամնաբուժի, երբ որ չունեն ցավ։ Երբ որ մեր այցերը լինում են շատ թեթև, ծանոթացում, կանխարգելում եւ բալիկները սկսում են վստահելով արդեն մեծ սիրով ու հաճույքով հաճախել։ Գոյություն ունեն արդի ստոմատոլոգիայում շատ կարևոր կանխարգելիչ միջամտություններ, որոնք որ ծնողները ուղղակի չգիտեն։ Եվ իմանալու դեպքում ու այդ պրոցեդուրաները կիրառելու դեպքում մեզ թույլ է տալիս կանխարգելել կարեսի առաջացումը եւ հետագա այդ սրսկում, ատամի հղկում եւ այլն ոչ ստրեսային ապահովել արդեն երեխայի հետագա այցերը, այո։ Քանի մեզ մոտ էկրանին հենց France Med-ից մենք տեսնում ենք կադրեր, ինձ գրավեց ատմոսֆերան, դիզայնը, երեխաների համար ամեն ինչ ստեղծված է, ոնց որ մանկապարտեզ լինի, ժողովուրդ ոչ թե կլինիկա եւ ինձ թվում է դա էլ կարեւոր է, որ տրամադրի երեխաները ուզելով գան եւ ոչ թե ինչ որ բժշկական սպիտակ պատեր միայն լինեն, որը ավելի շատ
վախեցնողը։ շատ ճիշտ նկատեցին, մեր առաջին, այսպես ասած, միտքը եղել է եւ նպատակը եղել է այն, որ երեխաների համար ստեղծել այնպիսի միջավայր, որ իրենք այնտեղ շատ խաղաղ կզգան, շատ ավելի հանգիստ, շատ ավելի ապահով եւ այդ ստանդարտները, հա, ստոմատոլոգիայի ընդունված փորձել ենք մի փոքր այսպես քողարկել երեխաներից եւ եթե ուշադրի կլինեք կնկատեք ոչ մի խալատ, ոչ մի այսպես ասած բժշկական արտահայտված գործիքներ, ոչ մի բժշկական այսպես ասած արտահայտված սարքեր չկան երեխաների աչքին, այո, միջավայրը այնպեսին է, որպեսզի երեխան իրեն շատ լավ զգա, շատ հանգիստ զգա եւ կարողանա տրամադրվել այն միջամտությանը, որ իրեն սպասվում է։ Բայց եղել է դեպք, երբ ընդհանրապես երեխային չեք կարողացել համոզել բացել բերանը, համաձայնել, որպեսզի տեսնեք ինչ խնդիր ունի եւ փորձեք օգնել։ Լինում են դեպքեր իրականում ու փորձում ենք այդ մթնոլորտը տեղափոխել դեպի խաղային դաշտ, որովհետև այնտեղ կլինիկայում ունենք փոքրիկ խաղային անկյուն, որտեղ որ բալիկները բժշկական նոտաները չեն զգում ու այդտեղ երբեմն ստացվում է բալիկների վստահությունը շահելով, հետո կարողանում ենք կլինիկական հատվածում կատարել փոքրիկ հիգիենիկ միջամտություններ կամ ծանոթացում, այսպես լինում են դեպքեր։ Իսկ ինչ ծառայություններ եւ մոտեցումներ կան 40 անց բալիկների համար։ 40 անց բալիկները նույնպես բալիկներ են կարելի ասել։ Տեսեք, Ֆրանսմեդը մատուցում է բոլոր այն ծառայությունները, որոնք ընդունված են ստոմատոլոգիական ասպարեզում, ամեն միջամտություն, ամեն անհրաժեշտ միջամտություն, երբ կարիքը կա, մենք իրականացնում ենք սկսած պրոթեզավորումից, սկսած իմպլանտացիայից, սկսած օրթոդոնտիկ միջամտություններից, օրթոպեդիկ, այսինքն երբ ընտրում են մեր այցելուները Ֆրանսմեդ, իրենք գիտեն, որ Ֆրանսմեդում իրենք կարող են ստանալ համալիր, բուժում եւ լուծել բոլոր իրենց ստոմատոլոգիական խնդիրները։ Դե քանի որ մենք հիմա էլ էկրանին տեսնում ենք ինչքան վստահելի միջավայր է ստեղծված, ելի հեռուստադիտողներ կարող եք ձեր փոքրիկներին հանգիստ վստահել պրոֆեսիոնալ մասնագետների եւ վստահելի միջավայրի։ Իդեպ հասցեն նշենք։ Իհարկե, գաղտնիք չի մեր ասեն։ Ֆրանսմեդ հերացի 2 է։ Մենք բոլորին շատ սիրով սպասում ենք այնտեղ եւ պատրաստ ենք ցանկացած միջամտություն լուծել շատ պրոֆեսիոնալ, շատ բարձր մակարդակի վրա։ Եվ քանի որ 25 թվականը մոտենում է իր ավարտին, հետաքրքիր է եւ ձեզ համար տարին ինչպեսին էր եւ Ֆրանսմեդի համար ինչպեսին էր, որովհետեւ հետևելով Մեսրոպի սթորիներին, ես հասկացա, որ շատ հագեցած տարի է եղել առաջին հերթին կլինիկայի համար։ Այո, լավ տարի էր իրականում կլինիկայի համար, ձեռքբերումների տարի էր կլինիկայի համար, քանի որ մենք վերջապես բացեցինք մեր երրորդ մասնաճյուղը, որը գտնվում է Պրահայում, Ֆրանսմեդ Պրահան, շատ ուրախ ենք դրա համար առաջի հերթին, որովհետև Ֆրանսմեդը, այսպես ասած, ընդլայնվում է, Ֆրանսմեդը մեծանում է, որը որ միայն մեզ ուրախություն եւ հպարտություն է պարգևում, այնպես որ առաջիկա պլանները նույնպես շատ մեծ են եւ առաջին հերթին մենք ուզում ենք, որպեսզի մարդիկ շփտան անկաշկանդ, շփտան առողջ եւ մեծ ուշադրություն։ Կապ չունի, մոլորակում թող մարդիկ շփտան, բոլորը միևնույնն է, այո, նախինում երևի միգուցե եղել են այդ գենետիկորեն։ Եվ ուշադրություն դարձնեն իրենց բերանի խոռոչի հիգիենային, որովհետև դա շատ կարևոր է իրական։ Եկեք հասկանանք եւս մեկ շատ կարևոր էլեմենտի մասին, դրանք տեխնոլոգիապես զարգացված լինելը, հա, մասնագետներ, բայց բնականաբար այսօր աշխարհը հատկապես ստոմատոլոգիայի առումով շատ առաջ է գնում ու շատ արագ։ Չկարողանում ենք հասցնում տեխնիկապես վերազիննել կենտրոնը, որպիսի այցելուն ունենա բուժում ժամանակակից մեթոդներով։ Իրականում, քանի որ մասնագետները անընդհատ անցնում են վերապատրաստումներ եւ մեր կապը մեր դրսի գոլեգաների հետ անընդհատ պահպանվում է, ակտիվ է, այո, եւ յուրաքանչյուր նորամուծություն մենք ինտեգրում ենք կլինիկայում։ Այստեղ կուզենամ ճիշտ ասած մի փոքր պատմել շատ կարևոր եւ շատ էֆեկտիվ միջամտության մասին, ինչի մասին որ ծնողները իրազեկված չեն, բայց տվյալ պրոցեդուրան 80-ից 100% թույլ է տալիս, որ ատամները պաշտպանենք եւ կանխարգելենք։ Պրոցեդուրան կոչվում է գերմետիզացիա կամ ֆիսուրների զմռսում։ Մենք բոլորս այդ պրոցեդուրան չենք չիմանալով հանդերձ, որ այդպիսի միջամտություն կա, հա, այսպես ասած, չենք դիմում ատամնաբուժի։ Պրոցեդուրան ինչ է իրենց ներկայացնում, առողջ ատամը պաշտպանվում է հատուկ պաշտպանիչ նյութով,
որը որ թույլ է տալիս ատամները ավելի հեշտ մաքրել եւ կանխարգելել, հա, կարեսի առաջացումը։ Ատամները ունեն բնական փոսիկներ։ Ամբողջ իմաստը պրոցեդուրայի այդ բնական փոսիկները փակելն է։ Հա, երբ որ փակվում են այդ բնական փոսիկները, ատամը պաշտպանված է լինում 80-ից 100%, այո, եւ շատ ծնողներ ուղղակի չիմանալով այդ մասին չեն դիմում եւ դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն վնասված է ատամը, պետք է անել անզգայացում, պետք է ատամը տաշել, հա, այսպես հղկել եւ պլոմբաներ անել։ Շատ կուզենամ, որ ծնողները իրազեկված լինեն, որ 3 տարեկան բալիկներին այդ պրոցեդուրան կարելի անել, 3, 4, 6 տարեկան բալիկներին։ Իսկ ինչքան ժամանակ է պահվում այդ պաշտպանիչը։ Նյութը պլոմբանյութի պես է, ինքը ծառայում է տարիներ։ Այո, եթե լավ խնամք Եվ նաև պացիենտից էլ է կախված այդ, ինչպես է խնամում։ Եթե լավ խնամք լինի, ուրեմն այդ հերմետիկը, հա, այդ նյութը կարող է պահպանվել շատ երկար տարիներ եւ պաշտպանել ատամները, կարեւոր հատկապես մշտական ատամները եւ մենք չունենանք կարիեսներ։ Այ մեզ եթե մեր ժամանակ այդ պրոցեդուրան արած լինեին, մենք մեր առաջին եւ ծամիչ ատամները, մոլարները, այո, չենք բուժի։ Հրաշալի է։ Ինձ հետաքրքիր է ձեր մասնագիտության մեջ ամենաբարդ կողմը որն է ձեզ համար։ Ես ասեմ։ Հա։ Առաջին կոնտակտը երեխայի հետ։ Ես գիտեմ, դա ամենաբարդ շրջանն է, իրականում առաջի կոնտակտը ձեռք բերել երեխայի հետ եւ երեխային, այսպես ասած, մտցնել այն դաշտ, որտեղ որ անհրաժեշտ է երեխան լինի եւ կատարել միջամտություն, իրականում ամենադժվարն է։ Իսկ մնացածը մասնագիտական հմտությունները դա արդեն, այսպես ասած, քո դաշտում է, դու կարող ես իրականացնել։ Ո՞ս ստանձնելով տնօրենի պաշտոնը, հա, ավելի պատասխանատու չի։ Շատ Իսկ ուր է նախկին տնօրեն։ Նախկին տնօրեն չի եղել։ Միանգամից ես եմ։ Շատ լավ։ Ուզում եմ քեզ նվիրել Սարգոն, որպեսզի այսպես հավաքվեք։ Պրագայում էր։ Եթե Իտալիայում բացեք տնօրենը պետք լինի կասեսից։ Շատ լավ։ Ինչի Իտալիա, բայց ինչի հենց Իտալիա գնամ։ Հասկացա։ Տեղափոխվեմ ապրելու։ Սպիտակ չոր գինի, որպեսզի ամանորը նշենք արդեն ընկերներով եւ կոլեկտիվով, սա շատ հիանալի առիթ է։ Սա ձեզ Իջևանի գինու գործանի կողմից եւ բացիկներ, որպեսզի կարողանաք շնորհավորել միմյանց եւ այդ նվերները, որոնք արդեն նախապատրաստել եք, ունենան նաեւ հետաքրքիր բացիկներ։ Մեկը Թաթայի խոսքերով էր, ինչ տոնածառ առանց պապ, ձմեր պապ։ Մյուսը պարզապես էսպես շնորհավոր ամանոր, իսկ մեջում արդեն ձեր շնորհավորանքները թողտեր։ Շնորհակալ եմ շատ։ Մենք անպայման Սարգոնը առաջիկայում մեր կորպորատիվն է, մենք անպայման փորձենք, շնորհակալ եմ շատ։ Ձեր շնորհակալություն առավոտը մեզ հետ սկսելու համար։ Դերից ելի հեռուստադիտողներ արդեն իմացանք, որ ժամանակակից աշխարհը ստեղծել է նույնիսկ պաշտպանիչ մեթոդներ, որպեսզի ատամները կարողանանք պաշտպանել եւ խնդիրներից խուսափենք։ Այնպես որ ժամանակին դիմեք մասնագետներին եւ ձեր փոքրիկներին տարեք վստահելի ստոմատոլոգիական կենտրոններ։ Հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարև առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը, ունենք եւս մեկ շատ գեղեցիկ երգի տեսահոլովակի պրեմիերա եւ այսպես Adena Project խումբը ստեղծվել է 2014 թվականին Արիս եւ Արին Քարամյան եղբայրների նախաձեռնությամբ։ Խումբը հին հայկական, ժողովրդական, ազգագրական եւ էստրադային երգերը նոր սերնդին մատուցում է ռոք ոճով։ 20 թվականին թողարկվել է առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է Վերադարձ։ Արդեն ունեն նոր երկրորդ ձայնասկավառակը, որը կոչվում է Զարկ։ Դե այս առիթով մեր տաղավարում են Արիս Քարամյանը, խմբի հիմնադիր, հարվածային գործիքներ, Արութին Աղերի գիտարահար եւ Համլետ Նալբանդյանը գիտարահարը խմբի։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ինչ լավ է։ Եկեք խոսենք 25 թիվը, քանի որ արդեն մնաց մի քանի օր ընդամենը, մի փոքր ամփոփենք ու հետո անցնենք առաջ։ 25 թիվը բավականի ծանրաբեռնված տարի է եղել մեր համար, այն որ challenge-ների մեջ ենք ընկել լիքը, երաժշտական խմբի, ասենք, անդամների փոփոխությունների պահով, գործերը հետաձգվել, մի խոսքով, այն որ վերջապես հաղթահարեցինք այդ ամեն ինչը, թողարկեցինք 2 տեսահոլովակ եւ մեր սպասված երկրորդ ալբոմը, որը որ նշեցիք Զարկ, ու ունեցանք մի քանի համերգներ, որը որ շատ լավ արդյունք տվեց մեզի այդ համերգները։
Եվ ունեք նոր երգ տեսահոլովակ, եկեք մի փոքր էլ այդ մասին խոսենք։ Ինչի մասին է երգը, ով է նկարել տեսահոլովակը։ Տեսահոլովակը երգի անունը կոչվում է Հրաժեշտ, բառերը Հովանես Թումանյանինն է։ Մեր սիրելի Լեյրալ Սարիբեգյանն է երգել, որը որ երգը առաջարկել է մեր ընկեր Անդրե Սիմոնյանը, եւ մենք հատուկ թույլտվություն ստացանք Լեյլա Սարիբեգյանից, որը որ շատ շնորհակալ ենք իրանից, եւ մատուցեցինք մեր ձևով։ Հույսով եմ լսեք, դիտեք, հավանեք, թե հեռուստադիտողներն էլ նույնպես։ Քանի որ Արիսն ասեց լսեք, դիտեք, հավանեք, ես առաջարկում եմ լսենք, դիտենք ու հավանենք, հետո վերադառնանք շարունակենք զրույցը։ Խնդրեմ։ Կբաժանվենք մնաս բարյավ սիրելիս, այսպես ես չեմ ցավել երբեք, դառնությունով սիրտս լի, այսպես ես չեմ ցավել երբեք, դառնությունով սիրտս լի, ահա այստեղ թողնում եմ քեզ, եւ չգիտեմ ու կերտաս, կասկածներից թողում եմ ես, թող պահպանե քեզ Աստված, կասկածներից թողում եմ ես, թող պահպանե քեզ Աստված, ախ առանց քեզ տխուր կյանքիս, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիս, շուրջը պիտի թարթռա, ախ առանց քեզ տխուր կյանքիս, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիս, շուրջը պիտի թրթռա։ Ահա այստեղ կբաժանվենք եւ չգիտեմ ուր կերտաս, կասկածներից թողում եմ ես, թող պահպանե քեզ Աստված, կասկածներից թողում եմ ես, թող պահպանե
շատ հետաքրքիր էր ստացվել, շնորհավորում ենք։ Շնորհակալ։ Տեսահոլովակը շատ հետաքրքիր էր նաև location-ների առումով, հետաքրքիր է քանի օրում եք նկարել։ Մեկ օրում։ Չէ, Երկու Ո՞նց է օրում։ մեկ Հա, օրում։ չէ։ Մեկ օր է։ Location-ների մասը, որ նկարել ենք 1 օր է տվել, եւ նաեւ նախորդ օրը նկարել ենք երաժշտական մասը, արդեն որտեղ որ նվագում ենք, շատ հետաքրքիր է անցել։ Ովքեր են աշխատել խումբը։ Տեսահոլովակի համար մեր սիրելի Մարիամ Գևորգյանը, Մարիամ։ այո, միշտ մեր կողքին ա եղել։ Ինչ մենք սկսել ենք խումբը տեսահոլովակ նկարենք, միշտ մեր հետ ա եղել ու մեր ամբողջ տեսահոլովակները ինքն ա նկարել եւ ֆոտոշութ արել, շատ շնորհակալ Ես էլ ունեմ Մարիամից ֆոտոշութ, այնպես որ Մարիամին ողջուններ ու շատ տաղանդավոր, այո, տաղանդավոր մարդ։ Շատ շնորհակալ ենք։ Մեյքափի հարցով էլ զբաղվել է Հռիփսիմա Ավակյանը, որը որ շատ շնորհակալ ենք իրանից։ Սա հրաժեշտ է 2025-ին։ Այո, Այո։ 26-ի հետ ակնկալիքները շատ մեծ են։ 26-ն էլ այո։ Հա, շատ բավականին։ Մեր փետրվարին կամ մարտին մոտավորապես, հələ դեռ կոնկրետ օրը չկա, մեր նոր EP ալբոմն է դուրս գալու, ռիլիզ լինելու, արդեն ձայնագրությունները սկսել ենք, շատ փոքր ալբոմ է, ոչ լիարժեք ու մի քիչ տարբերվելու է մեր սովորական ոճից ու հենց մեր գործերն է բոլոր լինելու։ 3 կամ 4 թրեքա լինելու ու ամբողջովին մեր գործերն է։ Արժեք, նշանակում է 3-4 թրեք։ Հա, 3-4 թրեք ու բավականին տարբերվելու է Ադանայի հիմնական ոճից։ Ավելի շատ progressive։ Հա, progressive տեխնիկապես հարուստ շատ ալբոմ է լինելու։ Նաև սպասվում է, որ մեր երրորդ ալբոմը արդեն այդ երևի աշնան կողմ։ Արդեն լիարժեք մեր երրորդ ալբոմն է լինելու, այնպես որ շատ-շատ նոր բաներ է սպասվելու Ադանայից։ Իսկ ռոքի մարդիկ ինչպես են տոնում ամանորը։ Ռոքի մարդիկ սովորական մյուս Ինչ երգերով եք դիմավորում։ Jingle bell, jingle։ Metal version, metal տարբերակ։ Մետալ տարբերակ։ ստերո։ Նամակներ գրել ենք ձմեր պապիկին։ Իհարկե։ Մեր պապիկին նամակ ես վաղուց գրել եմ, բայց տեղ չի ասել։ Չի ասել։ Չի բացում։ Instagram-ով են հիմա գրում, բայց չի բացում։ Շատ լավ, ինչ ենք ակնկալում արդեն, որ խմբի գործունեության մեջ, հա, համերգները շատ են լինելու, հյուրախաղեր, որտեղ ռոքը ինքը այնպիսի տրամադրություն է տալիս, որ անընդհատ տալիս է ճամփորդելու եւ աշխարհից վերցնելու, աշխարհին տալու հնարավորություն։ Այո, հույս ունենք, որ 2026 թվականին դուրս են գալու կրկին Հայաստանից, բայց չեմ ասի որտեղ, բայց արդեն խոսակցություններ կա, որ պիտի դուրս գանք, դե Հայաստանում էլ մեր համերգները միշտ կա, սովորաբար, այնց։ Ուզում ենք շնորհավորել ձեզ Գալիկ Ամանորի ու Սուրբ Ծնունդի կապակցությամբ։ Նվիրենք ձեզ գոշ գինին, հա, Իջևանի գինու գործարանի կողմից սպիտակ գինին, կարծում սա իրանալի համադրություն է Ամանորի դրամատրությունն ապահովելու համար, եւ ձեզ նվիրեն բացիկներ, արև բացիկները, որը տալիս է հնարավորություն այստեղ Ամանորյան, շնորհավոր Ամանոր, իսկ ներսում արդեն ձեր շնորհավորանքները գրեք ձեր սիրելիներին ու հարազատներին, նվերների հետ միասին։ Մերսի, շատ շնորհակալ։ Շնորհակալ ենք ձեզ ու մինչ հանդիպում արդեն 26 թվականին։ Անպայման։ Լավ եղեք։ Կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ինչ սիրելիներս, արդեն պետք է մատուցենք մեր օրվա աղցանը, որը շատ համեղ է, վիտամիններով հարուստ։ Մեզ միայն մնացել է ավելացնենք վերջին դետալները։ Հիշում եք, ես ասացի, որ այս շքեղ, այս համեղ աղցանը պետք է մատուցենք դոնդողով։ Դոնդողը նախապես էի պատրաստել, այստեղ ունենք դոնդողի փոշի, 1 բաժակ եռացրած ջուր եւ 1 բաժակ սառը ջուր։ Ապա թողել եմ սառնարանում է մնացել երկար ժամանակ եւ ունենք այս համեղ եւ շատ օգտակար ուրեմն սնունդը։ Հիմա պետք է այսպիսի կտորներով կտրատենք եւ ավելացնենք մեր այս շքեղության վրա, ապա մի տեսեք որքան գեղեցիկ է եւ ճոխ։ Հաստատ տոնական սեղանին կարծում եմ տեղին կլինի։ Ահա, եկեք լցնենք այսպես գեղեցիկ մեր աղցանի վրա։ Ճոխությունը փորձենք ապահովել։
եւ բնականաբար վայելենք։ Իմիջիայլոց ես հենց ընտրել եմ նռան համով դոնդող, որպեսզի համահունչ լինի եւ գույնի առումով եւ համի առումով այս աղցանը դառնա ամբողջական։ Ահա, այս մի քանի կտորն էլ դնում ենք վրան։ Այս բյուրեղյա կտորները կապահովեն շքեղություն, այսպես։ Եվ իհարկե վրան կավելացնեմ նաև նռան հատիկներ, որ վերջնական ճոխությունը իհարկե ապահովենք։ Այսպես։ Ահա այսքանը սիրելիներս, պատրաստ է եւս մեկ տոնական աղցան, խորհուրդ եմ տալիս դուք էլ պատրաստեք եւ վայելեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, քիչ հետո անպայման կհամտեսենք այս աղցանը, կավելացնենք իհարկե բրիզը ռոզե փրփրուն գինին, որն առաջարկում է Ջովանի գինու գործարանը։ Ի դեպ, ամանորի գիշերը 12 զարկերի հետ միասին պահեք ձեր ամենաբաղձալի երազանքը եւ թող ձեր ձեռքին լինի բրիզը ռոզե փրփրունը, որը հաստատ կտա հենց այդ տրամադրությունը հեքիաթի։ Եվ հիշեցնեմ, որ այս օրերին տոնական տաղավարով Իջևանի գինու գործարանը ներկայացված է Հանրապետության հրապարակի հարակից պուրակում։ Այստեղ դուք կարող եք ծանոթանալ Իջևանի գործարանի արտադրանքի ամբողջ տեսականուն, վայելել տոնական մթնոլորտը եւ ընտրել գեղեցիկ նվերներ ձեր սիրելիների համար։ Ի դեպ, տաղավարը կգործի մինչև հունվարի 14։ Իսկ եթե մարզվելու ցանկությունը միշտ կա, իսկ դա շատ լավ է, այս ամենին գումարեք նաև իհարկե այն նվերները, որոնք ձեզ կտա Ակվատեկը։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 10-ից Ակվատեկում մեկնարկել է ամանորախաղարկություն մեծ զեղչեր, 15% զեղչ եւ իհարկե շատ ու շատ նվերներ։ 3-6-12 ամսյա փաթեթները տոնական զեղչերով ստացեք այս ամենի հետ նաև հեռուստացույցներ, հեռախոսներ, պլանշետներ, տոստերներ, վարսահարդարիչներ, փոշեկուլներ, փաթեթներ, մի խոսքով ամեն ինչ, ինչը կապահովի ձեր ամանորյա տրամադրությունը։ Իսկ ձեր լավագույն առիթները վստահեք Նատյուրմորտ Events-ին, որովհետև մեր տաղավարի ամբողջ զարդարանքը իրականացրել են հենց իրենք։ Նատյուրմորտ Events-ը այն է, ինչ ստեղծում է արվեստ, հարսանյաց, կորպորատիվ, անհատական եւ այլ բոլոր ֆորմատների միջոցառումների ձևավորում, տոնական, թեմատիկ, սեզոնային ձևավորում, կոմերցիոն եւ անձնական տարածքներում, խանութ սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում կամ հենց ձեր տներում, հետաքրքիր կոմպոզիցիաներ եւ մրգափնջեր, ծաղկային գլխազարդեր եւ աքսեսուարներ։ Գտեք ամենակրեատիվ եւ յուրօրինակ աշխատանքները դրանց ձևավորման ամբողջ ընթացքը Նատյուրմորտ Events-ի Instagram-ի, Facebook-ի, TikTok-ի էջերում։ Հեռախոսահամար 055 408 890։ Մնացել են ընդամենը մի քանի օր, որպեսզի արդեն դիմարոյն 2026-ը նվերները գնված են, պատրաստ են եւ սպասում են ամանորի գիշերվանը նվիրելու համար։ Ավելացրեք նվերներին ձեր մաղթանքները, բացիկները, որտեղ ներառված են հայտնի երգերից ֆրազներ։ Արևոք բացիկները վաճառվում են իհարկե սուպերմարկետներում, լավագույն սուպերմարկետներում, ծաղկի եւ քաղցր սրահներում։ Չմոռանաք նաեւ Instagram-ի էջը, որտեղ կգտնեք ամբողջ տեսականին։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ անպայման դարձեք արագեղեցիկը ու շլացրեք այս ամանորին բոլոր աղջիկներին, որովհետև Master Right-ը տալիս է բոլոր տղամարդկանց հետ այդ հնարավորությունը։ Նալբանդյան 37 հասցեում է գտնվում Master Right-ը, այնտեղ վարպետները Վահեն եւ Արտակը պատրաստ են միշտ իրենց մեծ թիմով բոլորին դարձնել արագեղեցիկը։ Եվ շտապեք Դաֆնի խանութ սրահ նվերների եւ ոճային լինելու համար։ Այս հրաշալի խանութ սրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք ամանորի լուքերը, տոնական, հետաքրքիր, նույնիսկ ձմեռային տաք լուքեր Դաֆնիում։ Այնտեղ ներկայացված են նոր տեսականին։ Մենք ավարտեցինք այս շաբաթվա մեր եթերները, բայց տոնական առավոտները էլի միասին ենք լինելու։ Էնպես որ ձեզ ասում ենք մինչ հանդիպում եւ հիշեցնում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։